հիմա կուզեի խոսենք բուժման մասին։ Արդյոք սա երկարատև տևական բուժում է պահանջում եւ արդյոք իսպառ խնդիրը վերացնելի է։ Բուժման ժամանակ ասեմ, որ մենք չենք ազդում հակամարմինների վրա, օրինակ աուտոիմուն թիրոիդիտի ժամանակ մենք չենք ազդում հակամարմինների վրա, այսինքն բուժում ենք հետևանքը։ Եթե զարգացել է արդեն հիպոթիրոզ, ապա կատարվում է հորմոն փոխարինող երկարատև ամբողջ կյանքի համար բուժում։ Նշանակվում է թիրոքսինի այն դոզան, որը անհրաժեշտ է տվյալ օրգանիզմին, որպեսզի ապահովի նորմալ կոմպենսացված վիճակը օրգանիզմի նյութափոխանակության։ Շատ հաճախ առաջին փուլում, երբ որ մենք դեռևս ունենք հիպերթիրոզ, որը պետք է ի վերջո բերի թեր ֆունկցիայի, այս դեպքում միայն սիմպտոմատիկ նշանակումներ են կանում, այսինքն հանգստացնում ենք սիրտը բետա-բլոկատորներով կամ որոշակի հանգստացնող միջոցներով նյարդային համակարգի դյուրագրգռված վիճակն ենք հանգստացնում, բայց հորմոնի ընկճում, արտադրության ընկճում չի կատարվում, որտեղ ի վերջո դա միևնույն է տուժելու է։ Նման, այսինքն հիվանդությունը բուժվում է ամբողջ կյանքի համար եւ ոչ թե հակամարմիններն ենք վերացնում